Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1542-րդ օրն է։ Անալիտիկա ալիքի երեկվա հատուկ եթերում ես արդեն պատմել եմ ձեզ այն աննախադեպ եւ միևնույն ժամանակ ռազմական առումով բացարձակապես անիմաստ հարվածի մասին, որը Պուտինը կազմակերպել էր Ուկրաինայի դեմ։ Կիևում զոհերի թիվը ցավոք, ինչպես եւ սպասվում էր, ավելացել է, հասել է 24-ի, նրանցից 3-ը երեխաներ։ Այսօր մայրաքաղաքում սգի օր է։ Ուկրաինայի ՀՕՊ-ը դիմակայեց աշխարհի պատմության մեջ դրոններով ամենազանգվածային հարձակմանը, բայց նույնիսկ մեր ՀՕՊ-ը 100%-անոց պաշտպանություն չի ապահովում։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությանը հաջողվել է որսալ թշնամու հարվածային դրոնների մոտ 95%-ը, ինչը ֆանտաստիկ արդյունք է։ Նաև թիրախների մոտ 30%-ը խոցվել է որսիչ դրոններով, սակայն հենց բարդ հրթիռային թիրախների դեպքում արդյունավետությունը պահպանվել է 73.2% մակարդակում։ Հարվածը ինչպես եւ թշնամին ծայրահեղ ստոր էր, ուղղված խաղաղ բնակիչների դեմ, հատկապես ցինիկ էին մեկ ժամ անց նույն վայրերին հասցված բալիստիկ կրկնակի հարվածները։ Թշնամին փորձում էր սպանել դեպքի վայրում աշխատող փրկարարներին։ Վերջին շրջանում սա Պուտինյան այսպես կոչված բանակի հաստատված մարտավարությունն է։ Նրանք կրկին թիրախավորում են նույն վայրը սպանելու համար փրկարարներին, բժիշկներին եւ հարևաններին, ովքեր փորձում են օգնել նախորդ հարվածի վայրում տուժվածներին, ինչպես եւ սպասվում էր, ի պատասխան անմիջապես արձակվեցին ուկրաինական դրոններն ու հրթիռները։ Կարծում եմ մեր տելեգրամյան ալիքում ձեզանից շատերը տեսել են մեր թռչնակներին, երթուղիների մանրամասները, թե որ ուղղությամբ թռան պատասխան հարված հասցնելու բարի դրոնները։ Ամենածանր հետևանքները իրենց վրա զգացին Ռիազանում եւ Բելգրադում։ Քիչ հետո կներկայացնեմ ցուցակը։ Ռուսական այսպես կոչված ՀՕՊ-ը փորձելով պաշտպանվել հարվածում էր բնակելի շենքերին։ Իդեպ ՀՕՊ-ի մասին խոսացինք, լայնամասշտաբ պատերազմի 5-րդ տարում ռուսական բանակում հակաօդային պաշտպանության համակարգերի սուր դեֆիցիտ է առաջացել։ Ագրեսորը փորձում է ուժեղացնել մերձավոր թիկունքը նավատորմից վերցված խորհրդային զենիթային համալիրներով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադիար-Բրովդին։ Նա նշել է, որ մի քանի շաբաթ առաջ իր մարտիկները Դոնեցկի մարզում ռազմաճակատից 122 կիլոմետր հեռավորության վրա ոչնչացրել են զենիթահրթիռային համալիր, որը հանվել էր ռուսական ռազմական հածանավից։ Սա զավեշտալի է, բայց շատ բանի մասին է խոսում։ Նրանք միջոցների պակաս ունեն, հայտարարել է Մադիարը։ Բացի այդ, նրա խոսքով ռուսները ռազմաճակատում ակտիվորեն կիրառում են դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին արտադրված ռադիոլոկացիոն կայաններ։ Մադիարը ընդգծել է, որ իր անօդաչու համակարգերի ուժերը իրականացնում են ռուսական հակաօդային պաշտպանության ոչնչացման գործողություն։ Միայն 26 թվականի սկզբից ուկրաինական դրոնները այրել են Ռուսաստանի ՀՕՊ 134 միավոր։ Շնորհիվ դրա, ըստ Մադիարի, միջանցքներ են բացվել հեռահար դրոնների եւ Ռուսաստանի թիկունքային օբյեկտներին հարվածելու համար։ CNN-ը գրում է, որ ռազմաճակատում առաջխաղացումների շարքը ավարտվել է, ռուսական բանակը կորցնում է տեմպը, սպառվում է եւ կրում ծանր կորուստներ։ Ռազմաճակատում վերջին շաբաթների եւ ամիսների իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ Ուկրաինային հաջողվել է կանգնեցնել ռուսական բանակը եւ կայունացնել իրավիճակը առաջնագծում։ Ռուսաստանի գարնանային հարձակումը զգալիորեն դանդաղել է, իսկ անցյալ ամիս Մոսկվան տարածքային կորուստներ է կրել։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի Ռուսաստանի հարցերով խմբի ղեկավարի տեղակալ Քրիստինա Հարվարդը CNN-ին հայտնել է, որ Պուտինի բանակցային մարտավարությունը հիմնված է Արևմուտքին Ուկրաինայի հետագա աջակցության անիմաստության մեջ համոզելու փորձի վրա։ Պուտինի բանակցային մարտավարության ողջ էությունը կայանում է այս կոգնիտիվ պատերազմի կիրառման մեջ, որպեսզի համոզի Արևմուտքին, որ Ուկրաինային աջակցելը իմաստ չունի եւ նրանք պետք է պարզապես դրդեն Ուկրաինային հիմա զիջել Ռուսաստանի բոլոր պահանջներին։ Ներկայիս իրավիճակը հիրավի խարխլում է այդ ողջ վարկածը, ասել է Հարվարդը։ Այո, հիմա Պուտինը էլ Թրամփին վաճառելու բան չունի ռազմաճակատից, մնում է Ռուսաստանը վաճառի։ Իմիջիայլոց այդ թեմայով խոսել ենք երեք Լարիսա Վալոշինայի հետ, ովքեր դեռ չեն տեսել անալիտիկա ալիքում մեր եթերը, անպայման նայեք, շատ հետաքրքիր հարցազրույց էր ստացվել։
Իր հերթին Financial Times-ը հայտնում է, որ ուկրաինական Firepoint-ը դուրս է գալիս տիեզերք, նախապատրաստվում է լայնամասշտաբ նախագիծ, ուկրաինական պաշտպանական Firepoint ընկերությունը դուրս է գալիս տիեզերք, նվազեցնելու Ուկրաինայի կախվածությունը Ամերիկայից եւ արևմտյան տեխնոլոգիական ընկերություններից։ Ընկերության հիմնադիր եւ գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս տարի ընկերությունը արդեն արձակել է 2 արբանյակ եւ նախատեսում է 27 թվականին իր դուրս բերել եւս տասնյակ արբանյակներ, ստեղ են ասել չէ Շտիլերման ջան, աստված ձայնդ լսի։ Firepoint-ը նաեւ ընդլայնում է թևավոր եւ բալիստիկ հրթիռների արտադրությունը եւ աշխատում է համաեվրոպական հոբ համակարգի վրա, այդ թեմային անդրադարձել եմ նախորդ եթերում այս ալիքում։ Նրա խոսքով եվրոպական կառավարություններն ու պաշտպանական ընկերությունները արդեն ուսումնասիրում են ուկրաինական դրոնների եւ հրթիռների զննման եւ համատեղ արտադրության հարցը։ Մեր զենքի հիմքում ընկած գաղափարն այն է, որ մենք վաճառում ենք ոչ միայն զենք եւ ոչ միայն անվտանգություն, այլև անկախություն անվտանգության ոլորտում, հայտարարել է Շտիլերմանը։ Reuters-ը ավելի վաղ գրել էր, որ Firepoint-ը ցանկանում է մինչև 27 թվականը ստեղծել Patriot ամերիկյան կայանների ավելի էժան այլընտրանքը բալիստիկ սպառնալիքների որսման համար։ Ընկերությունը բանակցություններ է վարում եվրոպական գործընկերների հետ ռադարների, կապի եւ ուղղորդման համակարգերի շուրջ։ Firepoint-ը զարգացնում է արբանյակային ուղղությունը հետախուզության, կապի եւ պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում Ամերիկայից Ուկրաինայի կախվածությունը նվազեցնելու փորձերի ֆոնին։ Թրամփի ամերիկյան վարչակազմի անկայությունը եւ նրա զգալի լոյալությունը Ռուսաստանի նկատմամբ ստիպում են Կիևին եւ Եվրոպային ստեղծել սեփական այլընտրանքները։ Մեկ վարքյան խնդրում եմ դադար տալ, սեղմել լայք մեր եթերին եւ նորից շարունակենք։ Իսկ New York Times-ը գրում է, որ Կիևը սկսել է հեռանալ Ամերիկայից ունեցած կախվածությունից, Թրամփի վերադարձից եւ խաղաղության բանակցությունների փաստացի դադարից հետո New York Times-ի գնահատմամբ Զելենսկու գործողությունները նման են եվրոպական այլ առաջնորդների վարքագծին, ովքեր աստիճանաբար հեռանում են Թրամփից։ Ուկրաինան պատրաստվում է մի ապագայի, որտեղ պատերազմը կարող է ավելի երկար տևել, իսկ Ամերիկայի օգնությունը կլինի ավելի քիչ եւ պակաս կանխատեսելի։ Պարբերականի հիմնական եզրակացությունը խիստ է, Կիևը այլևս չի սպասում, որ Վաշինգտոնը կվճռի պատերազմի ելքը։ Ուկրաինան իր ռազմավարությունը կառուցում է այնպես, կարծես ստիպված կլինի դիմակայել Ռուսաստանին Ամերիկայի կողմից ավելի քիչ աջակցությամբ եւ առանց Թրամփի վերաբերյալ պատրանքների։ Նկատում եք, որ այս ամերիկյան պարբերականները ավելի շատ են մտահոգված այս թեմայով։ Կարծում եմ խոսքը ոչ միայն ներքին քաղաքականության մասին է, այլև այն մասին, որ ամերիկյան ժողովրդի մեծամասնությունը ի տարբերություն Թրամփի անկեղծորեն աջակցում է Ուկրաինային։ Հետաքրքիր լուր Եվրոպայի մասին։ Եվրոպական միությունը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթով ել ավելի կսահմանափակի ռուս դիվանագետներին։ Եվրոմիությունում առաջարկում են բլոկի տարածքում ռուս դիվանագետների գտնվելու ժամկետը սահմանափակել 5 տարով։ Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։ Ռուս լրագրողները պնդում են, որ Բրյուսելում ներկայումս դիտարկում են ռուսական դիվանագետների Եվրոմիությունում ավելի քան 5 տարի գտնվելու արգելք սահմանելու հնարավորությունը, սա կարող է դառնալ Մոսկվայի դեմ Եվրոմիության պատժամիջոցների 21-րդ փաթեթի կետերից մեկը, որը նախատեսվում է ներկայացնել այս տարվա ամռանը։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները հաճախ են օգտագործում դիվանագիտական ներկայացուցչությունները որպես քողարկում իրենց գործակալների համար։ Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության տվյալներով 22 թվականի փետրվարից մինչև 25 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում եվրոպական երկրներից արտաքսվել է մոտ 700 ռուս հետախույզ, ովքեր գործել են դիվանագիտական քողի տակ։ Օրինակ Բուլղարիայից այդ ժամանակահատվածում արտաքսվել է 82 ռուս դիվանագետ, Գերմանիայից 65-ը, Լեհաստանից 58-ը, Ռումինիայից 52-ը։ Քանի որ ռուս դիվանագետները հաճախ կապված են ռուսական հատուկ ծառայությունների հետ, Եվրոպայում փորձում են սահմանափակել նրանց տեղաշարժը։ 26 թվականի հունվարից լրտեսությունից եւ ապատեղեկատվությունից պաշտպանվելու նպատակով Եվրոմիությունում ռուս դիվանագետները պարտավոր են նախապես տեղեկացնել հավատարմագրման երկրից դուրս կատարվող ուղևորությունների մասին։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցների 21-րդ փաթեթին, ապա եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի խոսքով դրա մեջ կարող են ներառվել սահմանափակումներ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի եւ ռուսական ստվերային նավատորմի նկատմամբ։ Բացի այդ, պատժամիջոցների տակ կարող են հայտնվել պատրիարխ Կիրիլը եւ ռուս ուղղափառ եկեղեցին։
Իսկ ՆԱՏՕ-ում անհանգստացած են ուսումնական վարժանքների ժամանակ Ուկրաինայի զինված ուժերից կրած պարտություններից հետո, այս մասին նշվում է Associated Press-ի ռեպորտաժում, Շվեդիայում ՆԱՏՕ-ի զինվորական վարժանքների ժամանակ ուկրաինացի անօդաչու սարքերի օպերատորները ցուցադրել են Ռուսաստանի դեմ պատերազմում ձեռք բերած իրենց վարպետությունը եւ դաշինքին փոխանցել քրիտիկական կարեւորության նախազգուշացում, զինվորական վարժանքների սցենարը հետեւյալն էր. Շվեդիան ՆԱՏՕ-ի նորագույն անդամներից մեկը գտնվում է անհայտ երկրի սպառնալիքի տակ, որը զորքեր էր կուտակում դաշինքի դեմ արևելյան սահմանների մոտ։ Բրիգադային գեներալ Քերթիս Քինգը նշում է, որ վարժանքների ընթացքում շվեդ զինվորականներին ցույց են տվել, որ անհրաժեշտ է կենտրոնանալ գոյատևման եւ աննկատ մնալու կարողության վրա։ Ուսումնական մանևրների շրջանակում հիմնական ուշադրությունը դարձվել է շվեդական Գոթլանդ կղզուն, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի Բալտիկ ծովում, գտնվելով Ռուսաստանի Կալինինգրադի էքսկլավի, որտեղ Մոսկվան հրթիռներ է տեղակայել, եւ Շվեդիայի միջև։ Իրոք ՆԱՏՕ-ի շատ երկրների բանակի պատրաստվածությունը անհանգստություն է առաջացնում։ Լավ է, որ ասենք ուկրաինական բանակը կարող է իր փորձով կիսվել։ Հիշում եք, չէ՞, որ պատերազմի առաջին մի քանի տարիներին մերոնք էին գնում ՆԱՏՕ-ի երկրներում վարժվելու, մարզվելու, իսկ հիմա արդեն ուկրաինական զորքերն են ՆԱՏՕ-ին նոր ստանդարտներ ցույց տալիս։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում սոցիոլոգներն ու լրատվամիջոցները ավելի ու ավելի համառորեն են պնդում հասունացող բունտի մասին։ Սոցիոլոգները արձանագրել են Ռուսաստանի քաղաքացիների բողոքի ցույցերի մասին, պատրաստակամության աճ, պայմանավորված տնտեսական խնդիրներով եւ երկրում քաղաքական իրավիճակի վատթարացմամբ, ինչը տեղի է ունենում իշխանության վարկանիշների անկմանը զուգահեռ։ 25 թվականի նոյեմբերին անցկացված նախորդ հարցման համեմատ տնտեսական բողոքի ցույցերը հնարավոր համարող քաղաքացիների թիվը աճել է 4%-ային կետով 16-ից հասնելով 20-ի։ Սոցիոլոգները նշում են նաև ռուսաստանցիների բողոքի ցույցերին մասնակցելու անձնական պատրաստակամության աճը, մասնավորապես քաղաքական ակցիաներին մասնակցելու պատրաստակամություն հայտնած հարցվողների թիվը աճել է մինչև 12%։ Դժգոհության աճը համընկել է իշխանության վարկանիշների անկման հետ։ Հետազոտությունը անցկացվել է 26 թվականի ապրիլի 22-ից 29։ Միջազգային հումանիտար բնույթի նորություններից, որոնք ակնարկում են Իրանի նկատմամբ Ամերիկայի քաղաքական քայլերի մասին, դա Կուբայի շրջափակման թեման է, այնտեղ ամերիկյան շրջափակման պատճառով դիզելային վառելիքի եւ մազութի սուր դեֆիցիտ է առաջացել, որոնք անհրաժեշտ են երկրի էներգահամակարգի համար։ Կուբան հայտնվել է էներգետիկ կոլապսի եզրին Միացյալ Նահանգների կողմից իրականացվող շրջափակման պատճառով։ Կարծես Թրամփի վարչակազմը շրջափակման մեթոդը, որը կիրառվում է նաեւ Իրանի նկատմամբ, համարում է արդյունավետ գործիք, իսկ Ուկրաինան արդյունավետ գործիքներ է օգտագործում թե մարտի դաշտում եւ թե դիվանագիտական դաշտում։ Մարտի դաշտի թվերից հենց հիմա էլ կխոսենք։ Նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 257 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 1150 օկուպանտի եւ նրանց 2063 միավոր տեխնիկան, տրանսպորտն ու սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ըստ ֆոտոտեսաֆիքսված տվյալների լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,346,390-ի, ռելիզը ձեր էկրաններին է։ Իսկ նախքան մեր եթերը շարունակել է, նորից կհիշեցնեմ ձեզ, որպեսզի ովքեր դեռ չեն օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը անպայման դա արեք, խնդրում եմ դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում։ Իրոք ձեր օգնությունը շատ տեսանելի է, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Եթե Կուբան հայտնվել է ծանր իրավիճակում ամերիկյան շրջափակման պատճառով, իսկ հաջորդը հերթում Իրանն է, ապա թվում է Ռուսաստանը ձգտում է առանց հերթի ներխուժել այդ դեֆիցիտայինների շարքը, բայց ոչ թե ԱՄՆ շրջափակման, այլ ուկրաինական հարվածների պատճառով ավելի շատ։ Ռուսաստանում սկսում է բենզինի դեֆիցիտ, Ուկրաինայի մարտավարությունը սկսում է աշխատել, այս մասին գրում են հենց ռուսական լրատվամիջոցները։ Ռուսաստանում առաջացել է AI-95 բենզինի դեֆիցիտ եւ մայիսի վերջին խնդիրը կարող է վերածվել վառելիքային ճգնաժամի, խոշոր նավթավերամշակման գործարանները կանգնած են արտապլանային վերանորոգման պատճառով, նավթային ենթակառուցվածքներին Ուկրաինայի հասցված զանգվածային հարվածներից հետո, մինչդեռ պահանջարկը աճում է ամառային արձակուրդների պիկային սեզոնին ընդառաջ, Կոմերսանտը հղում անելով գների ազգային բորսայական գործակալությանը գրում է, որ մայիսի 8-ին բորսայում բենզինի վաճառքը նվազել է, իսկ վառելիքի պակասուրդը գերազանցել է 26,000 տոննան։
Պահանջարկը շատ ավելի բարձր է եղել, քան առաջարկը, ռուսական շուկայում բենզինն ավելի ու ավելի է քչանում, պատճառը խոշոր նավթավերամշակման գործարանների արտապլանային վերանորոգումն է եւ նավթամթերքի արտադրության կրճատումը։ Ըստ լրատվամիջոցների, նավթային ընկերությունները առաջին հերթին վառելիքը ուղղում են սեփական իրացման ցանցերին, իսկ շուկայի մյուս մասնակիցների համար պաշարներ ձևավորելն էլ ավելի է դժվարանում։ Մայիսի սկզբին բեռնառակման ժամկետներն արդեն աճել են միջինը 2-ից 4 շաբաթով, վերանորոգումները կարող են տևել 1 ամսից ավելի, ուստի ամռանը դեֆիցիտի ռիսկերը միայն ավելանում են։ Հետևանքները չեն ուշանա, բենզինի դեֆիցիտը եւ վառելիքի գների աճը համակարգված հարված կհասցնեն ռուսական տնտեսությանը, գնաճի արագացման, լոգիստիկայի թանկացման եւ բնակչության եկամուտների անկման միջոցով։ Սա գնաճի մուլտիպլիկատիվ արագացում է, վառելիքը ներառված է բացարձակապես բոլոր ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի մեջ, բենզինի գների աճը ավտոմատ կերպով բարձրացնում է արտադրողների ծախսերը, ճգնաժամ լոգիստիկայի եւ ռիթեյլի ոլորտում, ապրանքների սննդամթերքի եւ հումքի առաքումը թանկանում է, սա խանութների դարակներում գների կրկնակի թռիչք է հրահրում, պետբյուջեի վրա ծանրաբեռնվածության ավելացում է գրանցվում, նավթավերամշակման գործարանների պարապուրտի պատճառով պետությունը թեր ստանում է պատրաստի նավթամթերքի արտահանումից ստացվող եկամուտները եւ ստիպված է միջոցներ ծախսել ոլորտը դեմպֆերային մեխանիզմի միջոցով սուբսիդավորելու համար, անկախ լցակայանների սննկացում է տեղի ունենում, խոշոր նավթային ընկերությունները վառելիքի մնացորդները ուղղում են սեփական լցակայանների ցանցերին, մասնավոր մանրածախ բիզնեսը աշխատում է զրոյական մարժայով եւ շատ հաճախ փակվում է, սա ռուսական լրատվամիջոցների տվյալներն են, ինչպես ասացի։ Հիմա անդրադառնանք միջազգային փորձագետների կարծիքներին, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայի հետ, Ռուսաստանին սպասվում է տասնամյակների խնդիր, նշում են հեղինակավոր միջազգային փորձագետները։ Պատերազմը Մոսկվայի համար դարձել է ռազմավարական թակարդ, Ուկրաինայի դեմ պատերազմից հետո Ռուսաստանը դուրս կգա ավելի թույլ, ավելի աղքատ եւ ավելի մեկուսացված, քան կար նախքան ներխուժումը։ Իմ կողմից չեմ կարող չավելացնել մի ճշտում, եթե իհարկե Ռուսաստանը պահպանվի այս տեսքով, ինչպես կար մինչև 22 թվականը, միջազգային փորձագետները այս ներფերանգը առայժմ նրբանկատորեն շրջանցում են, հավանաբար կողմնակալ չերևալու համար, թեև հարցը ծայրահեղ արդիական է դարձել։ Council of Foreign Relations-ի պատվավոր գիտաշխատող Թոմաս Գրեմը հայտարարում է, որ պատերազմը հարվածել է Մոսկվայի ժողովրդագրությանը, տնտեսությանը, տեխնոլոգիաներին եւ միջազգային ազդեցությանը, որքան երկար է Կրեմլը շարունակում պատերազմը, այնքան ավելի շատ է Ռուսաստանը հետ մնում։ Ամերիկայից, Չինաստանից, Հնդկաստանից եւ Եվրոպայից Ռուսաստանը թուլանում է նաեւ հետխորհրդային տարածքում, Ամերիկան եւ Թուրքիան ավելի ակտիվ են գործում Հարավային Կովկասում, Չինաստանը դուրս է մղում Մոսկվային, Կենտրոնական Ասիայից, Մոլդովան արագացնում է շարժումը դեպի Եվրոպա եւ նույնիսկ Բելարուսն է փորձում խաղեր տալ Վաշինգտոնի հետ։ Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում Մոսկվայի դիրքերը նույնպես թուլացել են։ Ռուսաստանը կորցնում է գործընկերներին, ազդեցությունը եւ հնարավորությունները, որոնք նախկինում վաճառվում էր որպես մեծ տերության հատկանիշ, գնալով անհետանում են։ Ռուսաստանի վերականգնման գլխավոր հենասյունը նավթը աստիճանաբար սպառվում է եւ առաջիկա 10 տարիների ընթացքում կարող է իջնել մինչեւ ամենացածր ռեկորդային ցուցանիշների։ Ռուսաստանը պարզապես միջոցներ չի ունենա վերելքը ապրելու համար, առանձնահատուկ խնդիր են տեխնոլոգիաները։ Մոսկվան բավարար ներդրումներ չի կատարում այն ոլորտներում, որոնք որոշելու են պետությունների հզորությունը առաջիկա տասնամյակների ընթացքում, հատկապես արհեստական բանականության մեջ։ Մի խոսքով, եզրակացությունները մխիթարական չեն եւ ես սա ներկայացնում եմ, որպեսզի ողջ աշխարհի մեր հայրենակիցները ուշադրություն դարձնեն նման նրբերանգներին եւ չսպասեն պատերազմի ավարտին կրկին Ռուսաստանի վրա հույս դնելու համար։ Իմ եթերները նաեւ նրա համար են, որ Ռուսաստանում ապրող այն հայերը, ովքեր չեն սատարում հանցագործ Պուտինին, կառուցեն իրենց պլանները եւ հասկանան, թե ինչպես վարվել։ Ես խորհուրդներ չեմ տա, թե ինչպես վարվել, հասուն կայացած մարդիկ կարող են իրենց որոշումները կայացնել։ Ես միայն կարող եմ ներկայացնել այն իրողությունները, որոնք հաճախ թաքցվում են մեր հայրենակիցներից։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում պատմական որոշում է կայացվել այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ Մայիսի 15-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստի ժամանակ որոշում է ընդունվել գործարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործության հարցով հատուկ տրիբունալի ստեղծման ընթացակարգը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտգործնախարարությունը։ Նիստը անցկացվել է Քիշինյովում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակներում
37 երկրների ներկայացուցիչներ սատարել են ընդլայնված մասնակի համաձայնագիրը, որը նախատեսում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետաքննության ապագա տրիբունալի ղեկավարման մեխանիզմի ստեղծում։ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, Պուտինը միշտ ցանկացել է մտնել պատմության մեջ, այս տրիբունալը կօգնի նրան հասնել դրան, նա պատմության մեջ կմտնի որպես հանցագործ եւ ոչ միայն նա։ Պուտինը, Շոյգուն, Գերասիմովը, Բորտնիկովը, Զոլոտովը, Մեդվեդևը, Պատրուշևը եւ մյուսները այսօր նրանք բոլորը ստացան իրենց տոմսը դեպի Հաագա։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան նշել է, որ Ուկրաինան դարերի ընթացքում վերապրել է բռնաճնշումներ, համաշխարհային պատերազմներ, ցեղասպանություններ, Չեռնոբիլի աղետը, բայց երբեք չի տեսել իրական արդարություն։ Նոր տրիբունալը կկոտրի այս արատավոր շրջանը, մեջբերեմ յուրաքանչյուր սպանված հոգու համար, յուրաքանչյուր կործանված աշխարհի համար, յուրաքանչյուր ճակատագրի համար, որն ընդհատվել է ժամանակից շուտ։ Այո, ամեն մարդ մի ամբողջ աշխարհ է։ Իսկ Ռուսաստանը շատ խաղաղ ուկրաինացիների է սպանել։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ձևավորվում է միջազգային պատասխանատվության համակարգ, որը ներառելու է հատուկ տրիբունալը, վնասների ռեեստրը եւ փոխհատուցման մեխանիզմը, իսկ պատասխանատվությունը չի կարող լինել քաղաքական փոխզիջումների առարկա, քանի որ արդարությունը կայուն խաղաղության հիմքն է։ Անդրեյ Սիբիգան նաև համեմատել է հատուկ տրիբունալը Նյուրնբերգյան դատավարության հետ, որը 80 տարի առաջ վերականգնեց արդարությունը։ Սա նաև զսպող համակարգ է Թրամփի ձգտումներին էժանով գնել Ռուսաստանը եւ փորձել պարտադրել կողմերին փոխզիջման։ Իրոք սա մեծ դիվանագիտական հաղթանակ է։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերը նախորդին հարվածներ են հասցրել ռուսական օկուպանտների մի շարք կարևոր թիրախների Լուգանսկի, Դոնեցկի եւ Զապորոժիեի ուղղություններով։ Լուգանսկի մարզում խոցվել է ռուսական Տոր զենիթահրթիռային համալիրը, Դոնեցկի ուղղությամբ հարված է հասցվել Ռեդուտ 2-ուս կապի համալիրին, այն օգտագործվում է մարտավարական եւ օպերատիվ ռազմավարական մակարդակներում պաշտպանված բարձր արագությամբ եւ բազմալիկ կապի գծերի ստեղծման համար։ Նաեւ Դոնեցկի մարզում խոցվել է Կայրա դրոնների ստորաբաժանման հրամանատարական կետը, բացի այդ Զապորոժիեի մարզում խոցվել է ռուսական զորքերի կապի հանգույցը։ Այսօր նույնպես ներկայացված է տպավորիչ խոցումների ցուցակ։ Մայիսի 15-ին Մադիարի թռչունները 55 հարված են հասցրել Ռուսաստանում եւ ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող ռազմական օբյեկտներին, ոչնչացնելով ամֆիբիա ինքնաթիռ, K-27 ուղղաթիռ եւ հոբ համակարգեր։ Մադիարը ցուցադրել է կադրերը, հարձակումների տեսանյութը հրապարակված է նաեւ մեր Telegram-յան ալիքում, կարող եք վայելել։ Ռոբերտ Մադիարի տեղեկություններով բարի դրոնները 55 խոցում են հասցրել 23 թիրախների Տագանրոգի, Յեյսկի, ժամանակավորապես օկուպացված Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի, Զապորոժիեի եւ Լուգանսկի մարզերի շրջաններում։ Խոցված օբյեկտների թվում են B-200 Ալտայիր ամֆիբիա ինքնաթիռը եւ K-27 ուղղաթիռը Ռուսաստանի Մարսկոյ բնակավայրում, Տոր M2 զենիթահրթիռային համալիրը Լուգանսկի մարզի Գանչարովա բնակավայրում, Պանցիր S1 զենիթահրթիռային համակարգը Ղրիմի Խուտարոկ բնակավայրում, ռազմամթերքով բեռնված Բեռնանավը Բերդյանսկում, օկուպանտների ուսումնական կենտրոնը եւ տեղակայման վայրը Լուգանսկի մարզում, ընդհանուր առմամբ մայիսի 1-ից 15-ը Մադիարի թռչունները ոչնչացրել են արդեն ռուսական հոբ 17 միավոր, ընդհանուր հաշիվը հասցնելով 153 միավորի, որոնց թվում են 108 զենիթահրթիռային համալիրներ, 39 ռադիոլոկացիոն համալիրներ, ռադիոէլեկտրոնային պայքարի 6 համակարգ։ Զգում եք, որ Middle Strike-ի խոցումները արդեն իրենց մեջ ներառում են նաև Ռուսաստանի տարածքները, առաջ Ռուսաստանի տարածքը բացարձակապես Deep Strike-ի գոտիներ, սա նշանակում է, որ մահվան գոտին դեպի Ռուսաստան է աճում եւ մեծանում։ Մայիսի 15-ի գիշերը ուկրաինական դրոնները հարվածել են Ռուսաստանի Ռիազանի մարզի ռազմավարական օբյեկտներին, նախնական տեղեկություններով օդային հարվածների հետևանքով վնասվել է Ռիազանի նավթավերամշակման գործարանը։ Ռիազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հաստատել է, որ մայիսի 15-ի գիշերը տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները ենթարկվել են հարձակման։ Նրա խոսքով մեկ դրոնի բեկորները ընկել են արդյունաբերական ձեռնարկության տարածքում։ Դե դուք գիտեք, ռուսների մոտ բացառապես բեկորներ են ընկնում, այն էլ բացառապես մեկ հատ, նույնիսկ եթե մի քանի թիրախ է խոցվել։ Ռիազանի նավթավերամշակման գործարանը պատկանում է Ռոսնեֆտ ընկերությանը, այն Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից մեկն է։ Գործարանը կարող է տարեկան մոտ 17 միլիոն տոննա նավթ վերամշակել բենզինի, դիզելային վառելիքի, ավիացիոն կերոսինի, մազութի, հեղուկացված գազերի, բիտումների եւ նավթաքիմիական հումքի։ Ռիազանի նավթավերամշակման գործարանը վառելիքով եւ 27-երով է ապահովում նաեւ ռուսական բանակին։ Դրա արտադրանքը
ուղարկվում է արտահանման, իսկ դրա դիմաց ստացված գումարները ծախսվում են Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու վրա, այդ իսկ պատճառով տվյալ գործարանը օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Մայիսի 15-ի գիշերը ուկրաինական հեռահար դրոնները հարվածել են Ռուսաստանի Ռոստովի մարզի ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին, մասնավորապես Տագանրոգում Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հաստատել է, որ այս գիշեր տարածաշրջանի օբյեկտները ենթարկվել են օդային հարվածների։ Սլյուսարը խոստովանել է, որ հարձակման են ենթարկվել օբյեկտներ Տագանրոգում եւ մարզի 11 այլ շրջաններում։ Հետևանքների մասին նա ոչինչ չի ասել, բայց Հոմեր Telegram-ում կադրերը կան։ Ռոստովի մարզում կան բազմաթիվ ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ, որոնք օրինական թիրախներ են Ուկրաինայի զինված ուժերի համար։ Օրինակ Տագանրոգում է գտնվում Ատլանտ աերոգործարանը, որն անօդաչու սարքեր է արտադրում ռուսական բանակի համար։ Ուկրաինական դրոնները տվյալ ձեռնարկությանը հարվածել են նաեւ 26 թվականի հունվարի 13-ի գիշերը։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի տվյալներով հարվածի հետևանքով ձեռնարկությունը լուրջ վնասներ էր կրել։ Մայիսի 15-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել նաեւ Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, որը վառելիք է մատակարարում Ռուսաստանի բանակին։ Ձեռնարկության տարածքում հրդեհներ են բռնկվել, ընդ որում Յարոսլավնի նավթավերամշակման գործարանը դրոնների զանգվածային հարձակման է ենթարկվել նաև ավելի վաղ մայիսի 13-ի գիշերը եւ ամսվա սկզբին մայիսի 7-ից 8-ին, այսպիսով քայլ առ քայլ ոչնչացվում է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքները։ Ուկրաինայի զինված ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել ռուս օկուպանտներին Պոկրովսկում եւ ցուցադրել են տեսանյութը։ Ռուս օկուպացիոն բանակը փորձում է Դոնեցկի մարզի Պոկրովսկը վերածել իր լոգիստիկ հանգույցի, սակայն Ուկրաինայի պաշտպանության ուժերը ավիահարվածներ են հասցնում եւ խանգարում հակառակորդին այնտեղ ռեզերվներ կուտակել։ 7-րդ կորպուսի պաշտպանական գոտում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան մի շարք ավիահարվածներ է հասցրել ռուսական օկուպանտների կենտրոնացման վայրերին։ Արդյունքում Պոկրովսկում ոչնչացվել Մոլնիա անօդաչու սարքերի արձակման 2 կետ, որոնցից իրականացվում էին նաև օդային հետախուզություն։ Ռովնե գյուղում, որը Պոկրովսկի եւ Միրնագրադի միջև է, ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է Ռուսաստանի 51-րդ համազորային օկուպացիոն բանակի ստորաբաժանումներից մեկի անձնակազմի տեղակայման վայրը։ Պոկրովսկը մնում է ռազմաճակատի ամենաթեժ կետը։ Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի տեղեկությունների համաձայն 3 մայիսի 14-ին ռուսական օկուպանտները 39 անգամ գրոհել են Ուկրաինայի զինուժի դիրքերը այդ հատվածում։ Ուկրաինացի մարտիկները հետ են մղել բոլոր գրոհները։ Մարտերը ընթացել են Նովե Շախովը, Նիկանորովկա, Ռադինսկայե, Կատլինո, Նավա-Ալեքսանդրովկա, Գրիշինը, Սերգեևկա եւ այլ բնակավայրերի շրջաններում։ Լավ լուր Խարկովի մարզից Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակման արդյունքում դուրս են մղել ռուս օկուպանտներին Խարկովի մարզի Ատրադնայե բնակավայրից եւ այն վերադարձրել իրենց լիակատար վերահսկողության տակ։ Իդեպ այսօր սկսվեց նաեւ գերիների փոխանակման հերթական փուլը, եթե հիշում եք մայիսի 9-ի հրադադարի խնդրանքում Թրամփը առաջարկել էր գերիների փոխանակում, այսօր դա սկսվեց, բոլոր 1000-ը չէ, որ միանգամից փոխանակվել են, դա կարվի մի քանի փուլերով։ Շատ չերկարացնեմ այսօրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները եւ մինչ նոր հանդիպում ամենայն հավանականությամբ կիրակի բարով մնաք։